Անկեղծ ասած 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում են չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն, եւ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում էին, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները, եւ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր, այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ եղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ՞, հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում է դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան Եվ այս մարդիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով, այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։